Այս մասին պացիենտը պետք է իմանա նախապես անպայման մինչև վիրահատությունը։ Այո, իսկ դուք եղել է մի աղջիկ, որը դիմել է ձեզ եւ դուք կանխել եք նրա վիրահատության ցանկությունը։ Շատ։ Եթե մեր տեսանկյունից մենք տեսնում ենք, որ կարիք չկա ու այդ միջամտությամբ գուցե հետագայում ավելի փչանա էսթետիկան, այդ դեպքում մենք չենք անում այդ վիրահատությունը։ Այլ սկսում են երկրորդը, երրորդը, չորրորդը եւ այսպես ասած կանգ առնել չի լինում։ Բժիշկների կարծիքով նրանք ունեն լուրջ հոգեբանական խնդիրներ եւ այս կերպ են ցանկանում փարատել այդ խնդիրները։ Ինչպիսին է ձեր մոտեցումը այս հարցին։ Մարդու հոգեբանությունը իհարկե շատ կարևոր դեր խաղում է բոլոր հարցերում։ Կա մեթոդ, որ այդ սպիերը հասցվեն մինիմալի եւ արդյոք բժիշկները սա օպտիմալ կամ նորմալ են համարում, օրինաչափ են համարում։ Շատ շնորհակալություն, սա երևի ամենակարևոր հարցն էր մեր զրույցի մեջ, որովհետեւ այս հարցը պայմանավորված է հենց անկեղծությամբ, այսինքն մինչև վիրահատությանը գնալը պացիենտը եւ բժիշկը պետքա մանրամասը քննարկեն հետագայում տվյալ սպիների հնարավոր տարբերակները։ Բարև Մեդինֆորմի բոլոր հեռուստադիտողներին, այսօր ես զրուցել եմ արտերկրից ժամանած մեր հայրենակցի հետ, ով երկար տարիներ հենց արտերկրում զբաղվում է պլաստիկ վիրաբուժությամբ։ Եվ մենք պետք է հասկանանք, թե որն է տարբերությունը հայաստանյան եւ արտերկրի պլաստիկ վիրահատությունների որակի կամ ընդհանրապես գաղտնիքների մասին, այն պատճառով, որ շատերը նախընտրում են դրսում կատարել պլաստիկ վիրահատություններ, իհարկե շատերն էլ հայաստանյան բժշկական туриզմը զարգացնում են հենց նախապատվությունը տալով այստեղ մեր հայրենիքում Հայաստանում կատարելով պլաստիկ վիրահատություններ։ Ես զրուցել եմ Վասպուր Ղույումչյանի հետ, ով այս պահին պլաստիկ վիրաբուժությամբ է զբաղվում Գերմանիայի Հանրապետությունում, Դաշնային Հանրապետությունում, ինչպես նաև երբեմն նաև Հայաստան։ Ողջույն բժիշկ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ հրավերս ընդունել եք։ Շնորհակալություն հրավերքի համար։ Եվ այսպես կցանկանայի հենց մեր զրույցը սկսեինք այս տարբեր երկրների փորձից, առավելություններից, այնչով է պայմանավորված, որ շատերը հատկապես տարբեր վիրահատությունների համար եւ հատկապես պլաստիկայի համար նույնպես ցանկանում են դիմել արտերկրի բժիշկներին, այդ թվում Գերմանիային, այդ թվում եւ ձեզ հետաքրքիր է դիմում են որպես հայ պլաստիկ վիրաբույժ, թե պարզապես վիրաբույժ, ով Գերմանիայում է աշխատում։ Իրականում չեմ կիսում այդ կարծիքը, որ անպայման բոլորը դիմում են արտերկրի մասնագետներին, այսինքն ինչի համար, որովհետև երբ որ մենք ապրում ենք ենթադրենք Հայաստանում, մեզ թվում է թե արտերկրում ավելի լավ մասնագետներ են եւ այլն եւ այլն։ Երբ որ ես աշխատում էի Ուկրաինայում, նույն պատկերն էր, այլ երկրների գովազդը որպեսզի չանենք, միշտ արտերկրից կար ինչ-որ բժշկական առաջարկներ, մեր այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են վիրահատվեն, ու նույն բանը հիմա կա նաև Գերմանիայում։ Գերմանիայում աշխատելու տարիներին, վերջի 5 տարվա մասն է խոսքը, նույն պատկերը մենք տեսնում ենք նաև Գերմանիայում, այսինքն կան մարդիկ, ովքեր ցանկանում են վիրահատվել հենց Գերմանիայում, կան մարդիկ, ովքեր նախընտրում են Հայաստանում վիրահատվել, խոսքը մեր հայերի մասն է, կամ օրինակ ռուսախոս մարդիկ, Ուկրաինայից ժամանածները, հա, ամեն մարդ ընտրում է իր մասնագետին, ոչ թե երկիրը։ Այսինքն մեծ մասամբ հենց պայմանավորված է դրանով, ոչ թե երկրով։ Ամեն երկրում կան լավ մասնագետներ։ Ճիշտ եք համարում, բավականին երիտասարդ չէ, 45 տարեկան է, օրինակ կատարելու համար դեմքի ձգում։ Ըստ իս թվացել է, թե դա պետք է կատարել այ ձեր նշած տարիքում։ Ես կուզենայի, որ այս մասով էլ խապկանք չլինի, այս նախադասությունների տակ էլ չգտնենք ենթատեքստեր, որովհետև վիրահատության ցուցումները կապ չունեն տարիքի հետ։ Կան մարդիկ, ովքեր 45-50 տարեկանում բացարձակ ցուցում չունեն վիրահատությունների ու դեմքի ձգման մասն է խոսքը։ Եվ կան դեպքեր, երբ որ 40 տարեկանում, 35 տարեկանում կարիք կա ու շատ ճիշտ կլինի հենց այդ տարիքում անել այդ վիրահատությունը։ Եվ դա որքան կպահպանվի։ Կախված նրանից, թե ինչ սկզբնական վիճակի հետ մենք գործ ունենք։ Եթե օրինակ դեմքի ձգումների մասն է խոսքը, այս հատվածները երբ որ մի քիչ ավելի շատ կախվում է, հայերեն լեզվով չգիտեմ ոնց է, բրիլյաներ ենք հենց ասում ռուսերեն, այո։ Ուրեմն եթե արդեն կախված է, դա նշանակում է, որ մենք ուղիղ ունենք գործ դեմքի ձգումների, այսինքն միայն դեմքի ձգումով կարելի է այդ հարցը իջած այտեր, այո, այս հատվածի հետ։ Այդպես կարելի է նաև անվանել։ Ավելի կոսմետոլոգիկ մեթոդները, թելերով ձգումներ եւ այլն այդ դեպքում կլինեն բացարձակ ոչ էֆեկտիվ, ու եթե մենք անենք ձգում, այդ դեպքում կստանանք լավ արդյունք։ Այդ ձգումը, եթե անենք օրինակ 35-40 տարեկանում
ենթադրենք կարծություններ, հա, բնականաբար ավելի շատ երկար կմնա, այսինքն 10 տարի, 15 տարի։ Բայց կրկնելու անհրաժեշտություն այնուամենայնիվ ավելի մեծ տարիքում կլինի, այո։ Ոչ միշտ, եթե մարդը, վիրահատված մարդը ճիշտ պահպանում է հետվիրահատական խորհուրդները, եթե ճիշտ ծնվում է, զբաղվում է սպորտով, ճիշտ ձևով, հա, այսինքն բացի պահպանելու կանոնները, այո, կարևոր են։ Մեկ գենետիկ հատկությունները, գենետիկ ինֆորմացիան ավելի ճիշտ այդ օրգանիզմի համար, եթե այսինքն կան տեսած կլինեք, հա, երևի, որ ասում է, այս ընտանիքում բոլորը տատիկը սենց էր, մաման սենց էր, աղջիկը սենց է, իրանք ինչ որ մի բան, իրանց եթե հարցնում ես, իրանք ոչ մի բան չեն անում, չեն արել։ Բայց իսկապես գենետիկ կոդը այդքան լավն է եղել։ Հա, այսինքն ամեն ինչ շատ կարևոր է ու ամեն ինչ պետք է, այսինքն խաղում է ինչ-որ դեր այս հարցի համար։ Մեկի մոտ արդյունքը կմնա 10 տարի, մեկի մոտ 15 տարի, մեկի մոտ կարիք կլինի նորից ինչ-որ միջամտություն անելու։ Միայն բժշկից չէ կախված, այո, բնականաբար չէ։ Բժշկից կախված է իհարկե հենց վիրահատական ընթացքը, իսկ հետվիրահատական process-ը ամբողջովին կախված է հենց պացիենտից։ Շատ պլաստիկ վիրաբույժների հետ անցկացրած հարցազրույցներից հասկացել եմ, որ այն կանայք, ովքեր շատ հաճախ են դիմում պլաստիկ վիրահատությունների, ենթադրենք ոչ մեկը, այլ սկսում են երկրորդը, երրորդը, չորրորդը եւ այսպես ասած կանգ առնել չի լինում։ Բժիշկների կարծիքով նրանք ունեն լուրջ հոգեբանական խնդիրներ եւ այս կերպ են ցանկանում փարատել այդ խնդիրները։ Ինչպիսին է ձեր մոտեցումը այս հարցին։ Մարդու հոգեբանությունը իհարկե շատ կարևոր դեր խաղում է բոլոր հարցերում ու ճիշտ այսինքն շատ կարևոր է բժիշկ ու պացիենտ հարաբերությունները։ Բժիշկը պետք է հասկանա, թե կա արդյոք հոգեբանական շեղումներ, ոչ թե խնդիրներ։ Եթե կան շեղումներ, այդ դեպքում իհարկե հակացուցված կլինեն մեր վիրահատությունները։ Եթե կան խնդիրներ, հոգեբանական խնդիրներ ունեն բոլորը։ Որ տարիքից աղջիկներին խորհուրդ կտա գնալ պլաստիկ վիրահատությունների այն տարիքից, երբ մարդը իր մեջ նկատում է այս կամ այն թերությունը, թե որոշակի հասունության շեմը հաղթահարելուց հետո։ Եթե ուզում ենք հասկանանք, թե ինչ տարիքից է թույլատրվում անել այս վիրահատությունները, նորից ուղիղ համեմատական, հա, կան ցուցումներ, թե չէ։ Աղջիկ եկավ դիմեց, հա, մեզ ունի, ենթադրենք, մենք գիտենք, որ աղջիկները ուզում են ունենալ, այսինքն կրծքի չափը, հա, ենթադրենք ուզում են մեծացնենք։ Եթե զրոյական վիճակ է, կապ չունի ինքը 18 տարեկան է, 19, 20, 30 թե 35 ու ինքը ուզում էր տեսնել կամ ունենալ ինչ-որ տեսանելի գործ, չասենք գեղեցիկ, որպեսզի չլինի ինչ-որ գեղեցիկ ունի տարբեր չափանիշներ, հա։ Այդ դեպքում կապ չունի թե ինչ տարիքից սկսած։ Պլաստիկ վիրահատությունները 18 տարեկանից թույլատրվել են աշխարհի մեծամասամբ բոլոր երկրներում, հա։ Իսկ միաժամանակ քանի պլաստիկ վիրահատություն կարելի է կատարել։ Մենք սովորաբար, եթե հաշվի առնենք բժշկական բոլոր պրոտոկոլները, գրեթե բոլոր կլինիկաներում թույլատրելի է մեկ մեծ վիրահատություն, ցանկալի է, հա, եւ մեկ փոքր վիրահատություն կամ մաքսիմում երկու փոքր վիրահատություն։ Մեծ վիրահատություններ համարում են օրինակ աբդոմինոպլաստիկան, որովայնի առաջնային պատի ձգում եւ այլն դիաստազ, պլյուս ենթադրենք ինչ-որ փոքր հատվածի լիպոսակցիաներ կամ ասենք քթի վիրահատություն կարելի է զուգորդել, հա, կամ բայց անել մեծ վիրահատություններ, ասենք օրինակ դեմքի ձգում եւ աբդոմինոպլաստիկա միաժամանակ մեկ այլ դա արդեն չի ցուցվում, ցանկալի չի։ Այո, եւ եւս մեկ կարևոր հարց, որի մասին կցանկանայի խոսենք, այդքանով էլ ավարտենք մեր հաղորդումը, բժիշկ, շատ պլաստիկ վիրահատությունների գնալիս կանայք կատարելության սպասումով են, այո, սպասում այդ վիրահատության ավարտին, սակայն արդյունքում ստացվում է սպիերի մի մեծ շարան եւ ոչ հարթ մակերեսներ եւ այն ամենի ինչին սպասել են, ասես հոդս է ցնդում։ Կա մեթոդ, որ այդ սպիերը հասցվեն մինիմալի եւ արդյոք բժիշկները սա օպտիմալ կամ նորմալ են համարում, օրինաչափ են համարում։ Շատ շնորհակալություն, սա երևի ամենակարևոր հարցն էր մեր զրույցի մեջ, որովհետև այս հարցը պայմանավորված է հենց անկեղծությամբ, այսինքն մինչև վիրահատությանը գնալը, պացիենտը եւ բժիշկը պետք է մանրամասը քննարկեն հետագայում տվյալ սպիների հնարավոր տարբերակները։ Հաշվի առնելով պացիենտի օրգանիզմի վիճակը, թե քրոնիկ հիվանդություններ, թե մնացած բոլոր, թե վիրահատության ձևը, պացիենտը նախապես պետք է իմանա, թե ինչ սպիներ կլինեն ու ինչ լուծումներ կլինեն, հնարավոր տարբերակներ կան։
այլ տարբերակ թե սպիները ինչ սպիներ, ինչ բարդություններ են ունենում, օրինակ կելոիդ սպիներ, որոնք որ լուծվում են որպես այսինքն որպես լուծում, հա, ինչ տարբերակով լուծվում են ներարկումների միջոցով, կան հիպերտրոֆիկ սպիներ, որոնք որ լուծվում են հատուկ սարքերի միջոցով, լազերային շլիֆով կա հայերեն տարբերակը, չգիտեմ, կներեք։ Այո, լազերային հարթեցում, հա, կամ նորից վիրահատություն անել, որպեսզի ավելի գեղեցիկ ստացի, թե այսինքն այս բոլոր տարբերակները, եթե մենք անկեղծորեն քննարկում ենք մինչև վիրահատությունը, հետագայում մենք չենք ունենա անկանխատեսելի պատկեր։ Կլինեն այդ դեպքում փոքր միջամտությունների միջոցով կարելի է շտկել։ Այս մասին պացիենտը պետք է իմանա նախապես անպայման մինչև վիրահատությունը։ Այո, իսկ դուք եղել եք մի աղջիկ, որը դիմել է ձեզ եւ դուք կանխել եք նրա վիրահատության ցանկությունը։ Այո։ Շատ։ Եթե մեր տեսանկյունից մենք տեսնում ենք, որ կարիք չկա ու այդ միջամտությամբ գուցե հետագայում ավելի փչանա էսթետիկան, այդ դեպքում մենք չենք անում այդ վիրահատությունը ու միշտ ես եթե կա հնարավորություն էլի ճակերտավորված արգելում եմ, որպեսզի ուրիշ մասնագետների մոտ էլ չարվի այդ, այսինքն պացիենտը պիտի հասկանա թե ինչի համար, ինչ խնդիրներ կարող են լինել։ Գուցե ուրիշ վիրահատություն տվյալ մարդու համար կազմակերպվի, բայց հենց այդ որ ինքը եկել էր, օրինակ ուզում էր որ քիթը բարձրանա, հայ աղջիկ եկել է, հա, ուզում է քիթը մի քիչ բարձրանա, լինի կուրնոզի քիթ, տենց են ասում, ավելի սուր բարձրանա, վերև տենց տիկնիկի սլավոնական քթով, այո։ Հա, մենք չենք անում տենց քթեր, այսինքն մեր նպատակը ավելի բնական է, հարմարեցնել դեմքին, այո, դեմքի դիմագծերին, հա։ Եթե գա ռուսական ծագումով կամ սլավոնական ծագումով ինչ որ աղջիկ ասի, որ ուզում է այդ տարբերակով, գուցե դիտարկենք այդ տարբերակը։ Բայց ոչ հայկական դիմագծերի դեպքում։ Հիմնականում միշտ հայկական դիմագծերի հետ ստացվում է այն, որ փողոցում քայլում ես ու հասկանում ես, որ այս աղջկա մոտ վիրահատված է քիթը, այն մյուսի մոտ 3 անգամ է վիրահատված։ 3 անգամ, հա, բարդություններ, TikTok-ի անտեսանյութեր եւ այլն եւ այլն։ Շնորհակալ եմ բժիշկ, շատ հետաքրքիր ինֆորմատիվ հարցազրույցի համար։ Շնորհակալություն եւս մեկ անգամ հրավերքի համար, շատ հետաքրքիր էր։ Նմանապես, այսքան այսօր հարգելի հեռուստադիտող, եւս մեկ անգամ հիշեցնեմ, ես զրուցում էի արտերկրից ժամանած մեր հայրենակից պլաստիկ վիրաբույժ Վասպուր Ղույումչյանի հետ։